հիմա շատ է քննարկվում, եթե օրինակ Իրանը տանուլ է տալիս այս ամեն ինչը, մեծանալու է ամերիկյան լիազորությունները այս տարածաշրջանում, ուսին նվազելու է տրամաբանորեն Ռուսաստանի եւ Չինաստանի լիազորությունները, իսկ ինչ կկորցնի Հայաստանը։ Մեր պարագայում նույնիսկ միայն տնտեսական գործոնը, որտեղ պատերազմի երկարաձգվելու պարագայում առաջանում են լոգիստիկ եւ տնտեսական, էներգետիկ եւ այլ խնդիրներ, բազմաթիվ պրոյեկտներ կիսատ են մնում, այդ թվում նաեւ Սյունիքի տարածքում եւ այլն։ Այս առումով արդեն մենք դժվում ենք։ Երբ որ մենք ասում ենք պատերազմը Հայաստանի վրա բացասական է ազդում, նկատի չունենք միայն ռազմական ինչ-որ գործողություններ եւ այլն, տնտեսական լոգիստիկ առումով մենք դժվում ենք։ Այլ խնդիր է թե ենթադրյալ իշխանափոխություն Իրանում, որը կարող է եւ չլինել, կարող է Իրանը դիմանալ։ Երբ տեղի կունենա Իրանը ինչ վիճակում կլինի, ինչ աստիճանի թուլացած կլինի, կորցրած կլինի տարածքներ կամ կունենա այնպիսի տարածքներ, որոնք դե ֆակտո կլինեն ինքնավար, ինչպես ասենք Իրաքյան Քուրդիստանն է, օրինակ, թե կարողանա այդ իշխանափոխություն իրականացնել այն իրավիճակում, երբ որ ինքը իր ներքին ռեսուրսը պահպանած կլինի։ Բոլոր դեպքերում ցկցկում միանշանակ մեր համար ընդունելի չէ եւ վտանգավոր է։